Հայաստանը 2026 թվական է մտնում կրթության հին խնդիրներով, որոնք իշխանությունները տարիներ շարունակ չեն լուծում։ Հիմնական ցավը ուսուցիչների չնչին աշխատավարձերն են, որոնց պատճառով ուսուցիչները զանգվածաբար հեռանում են մասնագիտությունից, իսկ երիտասարդները չեն ցանկանում գալ այնտեղ։ Համակարգն ինքնին, ինչպես նշում են փորձագետները, վաղուց հնացել է, խրախուսելով խեղումը, այլ ոչ թե մտածողության զարգացումը։ Ընդ որում, կրթության ծախսերը պետության կողմից մնում են չարդարացված ցածր։ Այս ֆոնին հնչում են տարբեր առաջարկներ։ Օրինակ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ մասնագիտական հաշվարկներն ապացուցում են պետական բուհերում բարձրագույն կրթությունն ամբողջովին անվճար դարձնելու հնարավորությունը, իսկ կրթական համակարգի ֆինանսավորման պակասը կապված չէ միջոցների սղության հետ։ Շատերը կարծում են, որ բացակայում է Փաշինյանի իշխող թիմի քաղաքական կամքը, որը տարիներ շարունակ չի կարողանում լուծել երկրի համար առանցքային ոլորտում նույնիսկ բազային հարցերը։